Շնորհակալություն, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ։ 2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է մեկ հիմնական ծախսային ծրագիր Մարդու իրավունքների պաշտպանություն վերտառությամբ եւ այս ծրագրի շրջանակներում մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումներ ենք ստացել, որը կազմել է 578 միլիոն 926 200 դրամ։ Այս մեկ հիմնական ծախսային ծրագրի շրջանակներում իրականացրել ենք երկու հիմնական միջոցառում։ Միջոցառումներից մեկը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրումն է, որը մեր գործունեության հիմնական, այսպես ասած, միջոցառումն է, քանի որ ամբողջությամբ իր մեջ ներառում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կողմից իրականացվող բովանդակային ծրագրերն ու աշխատանքները, եւ երկրորդը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառումն է, որի վերաբերյալ երևի թե կարիք չկա իհարկե շատ մանրամասն խոսելու, ես մի փոքր երևի թե խոսեմ, թե մենք այս հատկացված բյուջետային միջոցների շրջանակներում ինչ արդյունքներ ենք ունեցել, փորձեմ ներկայացնել երևի թե շատ կարճ, որովհետև մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել թե տարեկան հաղորդման վերաբերյալ քննարկումների շրջանակներում, թե մի շարք այլ ձևաչափերով խոսել ընդհանուր հարցերի մասին, բայց նշեմ, որ 2025 թվականին մենք կրկին ունեցել ենք ստացվող դիմում բողոքների բավականին լուրջ աճ, մոտավորապես 22,000 կամ նույնիսկ ավելի դիմում բողոքներ ենք ունեցել եւ սա շուրջ 2900-ով ավելի է, քան նախորդ տարի ենք ընդհանրապես ունեցել։ Եվ սա իհարկե տարբեր պատճառներ ունի, բազմիցս հնարավորություն ունեցել ենք այս հարցադրումները քննարկելու, բայց փաստացի ստացվող բյուջետային միջոցների շրջանակներում տարեցտարի ստացվում է այնպես, որ շատ ավելի մեծ դիմում բողոքների եւ ոչ միայն դիմում բողոքների, հիմա կխոսեմ նաեւ այցերի եւ այլ հանգամանքների մասին, շատ ավելի մեծ ծավալով ու բովանդակությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Օրինակ նշեմ, որ նույնիսկ այս տարի ընդամենը առաջին 4 ամսվա շրջանակներում մենք նույն թեժ գծին ստացել ենք շուրջ 5810 ահազանգ, որը 1861-ով ավել է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը, իսկ սա ցույց է տալիս ոչ միայն դեպքերի ավելացումը, որովհետև ակնհայտ է, որ դեպքերը միշտ էլ եղել են, այլ ցույց է տալիս դիմելիության թվի լուրջ աճը։ Նշեմ նաև, որ նախորդ տարի մենք բավականին մեծ թվով նաև այցեր ենք ունեցել, շուրջ 70-ով ավել այցեր ենք ունեցել, հստակ թիվը երևի մոտավորապես 71-ով ավել, քան նախորդ տարվա կտրվածքով ենք ունեցել, եւ սա էլ մեր գործունեության այն հիմնական ուղղությունն է, որտեղ փորձում ենք ավելի շատ բացի մշտադիտարկման ընթացիկ այցերից, օրինակ ազատությունից զրկման վայրեր եւ այլն, նաև փորձում ենք շատ մարդկանց հետ շփումներ ունենալ ու գրեթե ամեն շաբաթյա ռեժիմ ենք կրում, թե իմ մարզային այցերը, թե տարբեր մեր հանրային իրազեկման միջոցառումները, խնամքի հաստատություններում, ուսումնական հաստատություններում եւ այլն, այսինքն այս թվի տեսանկյունից էլ բավականին բարձր ցուցանիշներ ունենք, ընդ որում ոչ միայն թվային աճի տեսանկյունից, այլ բավականին մեծ են ցուցանիշները բովանդակային առումով, որովհետեւ օրինակ նախորդ տարին նույն այս ստացված միջոցների շրջանակներում մեր հանրային իրազեկման արշավների համատեքստում 1000-ից ավելի երեխա է ներգրավված եղել, ինչը միանշանակ լուրջ ծավալային եւ քանակական փոփոխություն է, որը իհարկե նաեւ որակական լուրջ փոփոխությունների է բերում։ Ուզում եմ նշել, որ մեր մշտադիտարկման այցերն են շատ մեծ թիվ կազմել եւ օրինակ մեր կարևոր նորամուծություններից մեկն այն է, որ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարատեսակ հանգամանքներ մշտադիտարկելիս, առաջին հերթին ֆիզիկական միջավայրի մատչելիությունը մշտադիտարկելիս, մենք հիմա պարտադիր ներգրավում ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց հենց մեր մշտադիտարկման խմբերում, իսկ սա բավականին լուրջ առաջընթաց է, մշտադիտարկման աշխատանքների տեսանկյունից, քանի որ Հայաստանում երբևէ դա չի դիտարկվել, որպես ոլորտային մշտադիտարկման զարգացման կարևոր
ուղղություն, մինչդեռ միջազգային ստանդարտների տեսանկյունից դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է դիտարկվում եւ կարողացել ենք նաեւ այս շատ կարևոր նորամուծությունը ունենալ, բացի մեր ընթացիկ մշտական զեկույցներից, միայն նախորդ տարի շուրջ 5 արտահերթ զեկույց ենք ունեցել մեր դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը 2 շատ կարևոր ոլորտային որոշումներ է կայացրել եւ կարծում եմ ոլորտային շատ լուրջ զարգացումների նպաստելու հնարավորություն ենք ունեցել, այդ թվում այդ առումով միայն Հայաստանի տարածքում ես ինքս 100-ից ավելի միջազգային գործընկերների հետ հանդիպումներ եմ ունեցել, որտեղ մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր են քննարկման առարկա դարձվել եւ միայն կանխարգելման ազգային մեխանիզմի, այսինքն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում մենք շուրջ 59 այց ենք ունեցել, այսինքն բացի ընթացիկ այլ այցերից, միայն կանխարգելման նպատակով շուրջ 59 մեծ այցեր ենք իրականացրել։ Ուզում եմ հատուկ շեշտադրել այն հանգամանքը, որ նախորդ տարվա գործունեության արդյունքները բավականին բարձր են պետական մարմինների արձագանքողականության տեսանկյունից, որովհետև մենք նախորդ տարվա կտրվածքով շատ բարձր թիվ ենք ունեցել մեր առաջարկները ամբողջությամբ կամ մասնակի կատարելու առումով շուրջ 70% է եղել կատարման ցուցանիշը, մի դեպքում 70-ից մի փոքր ավել, եթե խոսքը ընդհանուր մարդու իրավունքների վիճակին է վերաբերում, կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի պարագայում դրանից մի փոքր քիչ, բայց դա մեծ հաշվով իրականությունը չի փոխում, շուրջ 70% է կատարման մակարդակը, որը բավականին մեծ ու բարձր ցուցանիշ է, սա նաև ցույց է տալիս կոնկրետ ոլորտներում պետական մարմինների, այդ թվում արձագանքողականությունը, խնդիրները լուծելու առումով եւ վերջում ուղղակի ամփոփեմ խոսքս այն հանգամանքով, որ դեռևս չլուծված են լինում այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերելի մի քանի շատ կարևոր հանգամանքներ։ Ըստ էության մենք կառուցվածքային հարցերի առնչությամբ փոփոխություններ, վերջին փոփոխություններ շատ վաղուց ենք ունեցել, մինչդեռ հիմա մենք ունենք բազմաթիվ միջազգային հանձնարարականներ, որոնք այդ թվում հենց հաստատության ներսում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են ենթադրում, ավելին դա ենթադրում է նաև ռեսուրսային ավելացում, իհարկե դուք էլ տեսաք, որ մեր բյուջեն բավականին համեստ բյուջե է, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ կոնտեքստում հետագա կառուցվածքային փոփոխությունների համար, որովհետև բազմաթիվ ոլորտային հարցեր կան, որ նոր են կամ ավելացվել կամ միջազգային դիտարկումները նոր են, դրանց հետ կապված կարծում եմ բավականին լուրջ փոփոխությունների կարիք կա, ոչ միայն ես եմ կարծում, այլ նաև միջազգային հանձնարարականներն են դրա մասին խոսում։ Մեր հաստատության շենքի հետ կապված հարցը, այսպես թեև սկզբնական լուծում ստացել է, բայց փաստացի դա կիսալուծում է դարձել, որովհետև մինչև հիմա լուծված չէ շենքի հետ կապված վերջնական, այսպես շենքի պայմանների բարելավման կամ նոր շենք տեղափոխվելու հետ կապված հարցը, եւ սա շատ լուրջ քննարկումների առիթ պետք է լինի, որովհետև վերջերս նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն էր հենց Հայաստանին առնչվող այս հարցի վերաբերյալ իր բաց նամակում խոսել, հաշվի առնելով իհարկե իրավահավասարության մանդատի շրջանակներում շենքային պայմաններին նախատեսվող որոշակի չափանիշները, որոնց յուրաքանչյուր երկրի, այդ թվում Հայաստանի հաստատություն պետք է բավարարի։ Եվ նաև մենք այս պահին ունենք այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված օրենսդրության հետագա զարգացման անհրաժեշտություն, վերջերս նաև միջազգային կազմակերպություններից մեկն էր այս խնդրի վերաբերյալ, հարցի վերաբերյալ խոսել, նաև մի քանի կարևոր առաջարկներ միավորված ազգերի կազմակերպություններ մեզ նախորդ անգամ գնահատելիս իրականացրել, ուզում եմ հատուկ շեշտել, որ այս գումարման ազգային ժողովը նաև շատ կարևոր առաջընթաց է այս առումով գրանցել, որովհետև հանձնարարականների մի մասը կատարվել են օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Մենք շատ լավ համագործակցել ենք թե խորհրդարանի պարոն Բաքոյանն էր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողը, նաև կառավարության հետ հիանալիորեն մենք աշխատել ենք այս առումով, որովհետև այդ փոփոխությունների հանձնարարականը դեռևս 2019 թվականից ինքը ըստ էության արդիական էր, բայց քննարկումներ որպես այդպեսին չէին իրականացվում եւ շատ կարեւոր էր, որ այդ օրենսդրական փոփոխությունները ի կատարածվեցին, բայց առաջիկայում կարիք կա դարձյալ նոր օրենսդրական փոփոխությունների, որովհետև հանձնարարականների մի մասը փաստացի չկատարված է մնում, բայց չեմ ուզենա շատ ավելի մանրամասն մյուս հարցերի վերաբերյալ խոսել, երևի այստեղ խոսքս ավարտեմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։